Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 դաշինք և 4 կուսակցություն։ Ընդհանուր առմամբ 1539 քաղաքացի ցանկանում է դառնալ պատգամավոր։ Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։ Փետրվարի 17-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրին ընտրությունների հետ կապված նորամուծությունները։ Ապրիլի ընտրությունների ժամանակ, եթե քաղաքացին մտնի տեղամաս, էլեկտրոնային գրանցման սարքի միջոցով գրանցվի ու երևա այս նշանը, տեղամասում կմիանա ոստիկանության մեքենաների հայտնի ազդանշանի նման ձայն։ Փետրվարի 12-ին էլեկտրոնային սարքավորումները առաջին անգամ փորձարկվել են Հայաստանի 2 համայնքների՝ Սեմյոնովկայի և Վարդանաշենի համայնքային ընտրություններում։ Նախատեսվում է համակարգում կատարել որոշակի շտկումներ։ Մի խումբ հարցերը վերաբերում են զուտ վերահսկողությանը և հիմա դրանք արդեն կյանքի են կոչվում։ Որոշ հարցեր կային, որոնք վերաբերում են զուտ հարմարության աշխատանքի և վերաբերում են հանձնաժողովների անդամների աշխատանքին։ Նայեք, սարքը շփումը կտրոնը նրա վրա նշում է նաև ընտրողի հերթական համարը։ Եվ ինչի համար է դա հատուկ նշում, որպեսզի հետո, երբ մարտյանում պետք է ընտրողը ստորագրի, որպեսզի հեշտ գտնեն ընտրողին։ Պարզ բան է միգուցե, բայց օրինակ հարց բարձրացրեց հանձնաժողովը, որ այդ թիվը պետք է այնքան ցայտուն և խոշոր լինի կտրոնի վրա, որ նրանք ժամանակ չծախսեն որոնելու, թե կտրոնի որ հատվածում է գրած այդ թիվը։ Նմանատիպ փոքր, առաջին հայացքից փոքր թվացող հարցերը շատ կարևոր են, երբ կա մարդկանց շատ մեծ հոսք, իսկ քվեարկության օրը հենց պայմանավորված է հաջողությունը քվեարկության օրվա հերթերի բացակայությունը։ Հայաստանի շուրջ 2000 ընտրատեղամասերից տեսախցիկներ տեղադրվելու են 1500-ում և ընտրական պրոցեսն այդ տեղամասերում ուղի եթերով հեռարձակվելու է։ Ի սկզբանե նախատեսվում էր ուղի եթերը ապահովել բոլոր տեղամասերից, սակայն Հայաստանի ու միջազգային կառույցների ֆինանսական կարողությունները թույլ չտվեցին իրականացնել այս գործընթացը բոլոր տեղամասերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում է, որ դեռ հստակեցված չէ 1500 ընտրատեղամասերի ցանկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց հստակեցնելու որևէ տեղամասային ընտրական հանձնաժողով կայացրել է նման որոշում, թույլատրել տեղամասային կենտրոններում տեղադրել սարքավորումներ, ցանկը դեռևս հայտնի չէ, չի հրապարակվել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսանկյունից միևնույնն է, թե որ 1500 տեղամասերը դրանք կլինեն, այսինքն որևէ խնդիր, որևէ տեղամասի հետ կապված առկա չէ։ Նոր ընտրակարգով քաղաքացին ընտրատեղամասում վերցնելու է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ու դաշինքների համար նախատեսված քվեաթերթիկները, բայց նրանցից միայն իր նախընտրած դաշինքի կամ կուսակցության քվեաթերթիկն է առանձնացնելու, քվեարկելու ու գծելու քվեատուփը։ Մյուսները ընտրողը նետելու է քվեախցիկում տեղակայված արկղը։ Civilnet-ը Դավիթ Հարությունյանից ու Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, արդյոք կարող է ընտրողը իր չքվեարկած քվեաթերթիկները չնետել արկղն ու իր հետ դուրս բերել տեղամասից։ Եթե չի թողնում, ոչ մի բան տեղի չի ունենում, որտեղ եթե վերահսկողություն մտներ այդ առումով, ապա արդեն դա կբացահայտեր քվեարկության գաղտնիությունը։ Բայց ես կարծում եմ, որևէ մեկը հեռու է այն մտքից, որ անգամ եթե մի որևէ ընտրող որոշեց իր հետ դուրս տանելու քվեաթերթիկ, ապա բոլոր ընտրողները դուրս են տանելու իրենց հետ ութ քվեաթերթիկները։ Հավատացեք ինձ, այդ արկղում լինելու են այնքան քվեաթերթիկներ, որ կարելի է հետները դուրս տանել ոչ միայն 8, այլ 18, 28, 38 ցանկացած կոմբինացիա։ Եթե դուք նկատեցիք արկղի տեղադրումը քվեախցում հենց նպատակ է հետապնդում մեկ հանգամանքի, որպեսզի ընտրողը ոչ միայն իր քվեաթերթիկները կարողանա չօգտագործած գցել այդ արկղի մեջ, այլ նաև հնարավորություն ունենա առանց որևէ մեկի վերահսկողության այդ արկղից վերցնել իր համար որևէ ցանկալի քվեաթերթիկ։ Այդ տվյալ պարագայում արդեն ի սկզբանե բացառվում է որևէ եղանակով վերահսկելու գաղափարը ընդհանրապես, որովհետև եթե մարդը կարող է արկղի մեջից ընտրել իր համար ցանկալի որևէ քվեաթերթիկ, տեղադրել ծրարի մեջ, իդեպ դա հենց քվեախցում է արվում բոլորից գաղտնի, հետևաբար ուղղակի իմաստազրկվում է որևէ մեկի նման պահանջ ներկայացնելը քվեաթերթիկ դուրս տանելու եւ այլն։ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն հույս ունի, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններում նոր տեխնիկական սարքերի գործարկումը թույլ կտա ավելի լավ ընտրություններ անցկացնել ու սահմանափակել ընտրակեղծիքները։ We certainly hope from a technical perspective that Մենք համոզված ենք, որ այս համակարգը շատ ավելի մեծ ինտեգրվածություն կհաղորդի ամբողջ գործընթացին, կօգնի կանխել ընտրակեղծարարությունը,
Սա շատ ավելի ուժեղ սահմանափակումներ է ապահովում ընտրակեղծ ծրարությունից խուսափելու համար։ Երբ ընտրողը գալիս է իր անձնագրով ու ներկայանում որպես ընտրող, այդ տեխնոլոգիան ճշգրտում է քո խոսքերը, թե ով ես դու, արդյոք դու այն մարդն ես, ով ներկայանում ես։ Սա օգնում է կանխել կրկնակվյարկությունը ու սխալ տեղամասում քվեարկելու դեպքերը։ Մենք համոզված ենք, որ սա կօգնի։ Արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել այս ընտրությունների տեխնիկական ապահովման համար։